Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի հարցով ձեր ժամանակից մի փոքր խլեմ։ Նորաթուխ պատգամավորուհի կա, որը մի քանի օր առաջ, երևի 2 օր առաջ, ազգային ժողովի փոխնախագահ, ապագայում նախագահ Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց, սխալ մեղադրանք ներկայացրեց, որ իբր սահմանափակում է ազգային ժողովի լրագրողների գործունեությունը։ Իհարկե նա սխալ էր, նա դա չգիտեր լինելով լրագրող, հիմա արդեն պատգամավոր, այս որակի պատգամավորներ ունենք հիմա, բայց դա հիմա հարցը դա չէ, ավելի կարևոր հարց կա։ Եվ ես հարցնում եմ այդ լրագրողին մի քանի օրից պատգամավորողին, ասում եմ Մարիաննա, իսկ քանի ընտրակաշառք բաժանողի և վերցնողի է հետարքվում քո այդ գրառումը։ Պարզ հարց ակնարկելով, որ դուք ունեք մի ընտրազանգված, որին նման բաները հաստատ հետարքիր չէ։ Իսկ նա պատասխանելու փոխարեն վիրավորում է ինձ։ Հասկանում եք, դեռ չեղած պատգամավորուհին ինձ մեղադրում է, ավելի ճիշտ վիրավորում է այսպիսի գրառման։ Դու դեռ իմ մեջերում թափառում ես, Մարիաննա, թափառում ես դու և այն ուժը, որը մարդկանց անդադար խաբում էր, այդ թվում և դու ես խաբել։ Հիշում ես ամեն օր ասում էիր, այս փոքրիկ խմբակին մնաց այսքան օր, այնքան օր, քեզ հուշում է, ասում էի մի ասա, ոնիսի 7-ից հետո պետք է մարդամեջ դուրս գաս, մարդկանց աչքերին նայես, ինչ ես ասելու, չլսեց ինձ, դե իր գործն է, լսեց թե չլսեց, բայց ինքը խաբեց մարդկանց, ամեն օր ասում էր, մնաց այսքան օր մենք, մնաց այնքան օր, և այնքան բարոյականություն չունի քաղաքական առումով, որ քաղաքական բարոյականություն, որ հունիսի 7-ին հայտարարել, որ գիտեք սիրելի հայրենակիցներ, ես ձեզ խաբել եմ, ես չեմ կարող պատգամավոր լինել, այսինքն օրինակ վերցներ իր այժմյան գործընկեր Արամ Վարդևանյանից, որը հայտարարեց դիմադրության շարժումից հետո, որ քանի դեռ Նիկոլա վարչապետ է, ես չեմ կարող պատգամավոր լինել, բայց չէ, Մարիաննան արդեն մեծամտածել են, արդեն վիրավորում է և զարմանալու ոչինչ չկա, որովհետև նա մի խմբակցության անդամ է, որի կազմում Էդգար Ղազարյանն է և որը երազում էր, որ ականների վրա պայթեն հայ զինվորները։ Էսա իրականություն է, ես ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ ես չեմ զարմանում, բայց Մարիաննա դու դեռ շատ ես զղջալու քո որոշ արտահայտությունների համար։ Դու իրավունք չունես պատգամավոր լինես, ձեր խմբակցության որևէ անդամ իրավունք չունի պատգամավոր լինել։ Սա է այսօր իրականությունը և դուք չունեք որևէ բարոյական իրավունք, իհարկե այլ իրավունքներ շատ ունեք, բայց վատ եք սկսում, շատ վատ եք սկսում, որ շատ վատ եք ավարտելու որպես քաղաքական ուժ։